Միթե երբես զգացել եք, որ ձեր կյանքը կարող է փոխվել մեկ հաղորդագրությամբ, ուրեմն ամուր կառչեք, որովհետև այն, ինչ հիմա կլսեք, սկսվեց սխալով, բայց վերածվեց ցանկության, երկու տարբեր աշխարհների մեջ մեկ հայացքը բավական էր, որ ամեն ինչ դուրս գա վերահսկողությունից, եւ ես ձեզ երաշխավորում եմ։ Դրանից հետո դուք այլս երբեք չեք կասկածի չպլանավորված հպման ուժին, հուսով ենք, որ դուք կվայելեք այս պատմության հուզիչ շրջադարձը, ձերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը, եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում, Երանը եռում էր երկուշաբթի առավոտյան, ինչպես միշտ, անխոնջ ու անդադար, արը դեռ պայքարում էր Մաշտոցի պողոտայի հայելապատ շենքերի վրա կախված մոխրագույն մառախուղը ճեղքելու համար, իսկ երթևեկությունը արդեն ձավորել էր մետաղի ազդանշանների խիտ ու աղմկոտ։ Մարինե Ալվեսը դիտում էր այս ամենը մարդաշատ ավտոբուսից, որը նրան տանում էր աշխատանքի հերթական օրը, սեղմված այլ հավասարապես հոգնած մարմինների մեջ, հավասարապես անհանգիստ, հասնելու իրենց նպատակակետին, նա մի ձեռքով ամուր բռնել էր բռնակից, իսկ մյուսով պահում էր իր պայուսակը կրծքին, կարծես այդ ժեստը կարող էր պաշտպանել նա իր երազանքները, հույսերը, այն ամենը, ինչ կրում էր իր մեջ, 26 տարեկանում Մարինեն պայքարող հայ կնոջ մարմնացումն էր։ Թոշակառու մեխանիկի տանից աշխատող դերձակուհու դուստրը։ Նա մեծացել էր Երանի նոր թաղամասում, մի պարզ թաղամասում, որտեղ բոլորը ճանաչում էին միմյանց, որտեղ հարանների շրջանում հաղթահարման պատմությունները հպարտությամբ էին պատմվում, ավարտելով կառավարման ֆակուլտետը մասնավոր քոլեջում, որի վարձը վճարվել էր մեծ զոհողություններով մատուցողուհու աշխատանքի մի քանի գիշերներով, Մարինեն 3 տարի առաջ նվաճել էր գործադիր քարտուղարի պաշտոնը Ֆերեյրա գործընկերներ ընկերությունում, դա մի նվաճում էր, որը նրա մայրը Տիկին Սելյան սիրում էր կրկնել իր ընկերուհիներին, աչքերը հպարտությունից փայլելով, ընկերությունը գտնվում էր կենտրոն թաղամասի ամենաժամանակակից շենքերից մեկում, ամբողջովին մկեցված ապակուց ուղիղ գծերով, որոնք արտացոլում էին երկինքը, Մարինեն միշտ սրտի ցավ էր զգում, երբ անցնում էր այդ հսկայական դահլիճով, փայլուն հատակով, անցնում էր անվտանգության աշխատակցի կողքով, ով նրան գլխով էր անում, մտնում էր հայելապատ վերելակ, որը նրան տանում էր 12-րդ հարկ, այնտեղ, ընդարձակ սենյակների միշտ ճիշտ ջերմաստիճանի օդորակիչի կորպորատիվ թագավորությունում նա պարզապես ավելի մեծ մեխանիզմի մի մասնիկ էր, բայց մի մասնիկ, որն անթերի էր աշխատում, նրա ղեկավարը, Էդուարդ Ֆերեյրան, այն տեսակի մարդ էր, ով սարսափեցնում էր սենյակ մտնելու պահից, բարձրահասակ, լայն ուսերով միշտ ուղիղ կեցվածքով, նա ուներ այն լուրջ ու զուսպ կերպը, որը մարդկանց ստիպում էր 2 անգամ մտածել նախքան մոտենալը, սմազերն արդեն ցույց էին տալիս արծաթագույն մազեր տաճարների մոտ, ինչը միայն ավելացնում էր բնական իշխանության այդ տեսքը, 42 տարեկանում Էդուարդը Երանի ֆինանսական շուկայի ամենահարգված գործարարներից մեկն էր, նրա ուղին հայտնի էր։ Սարալանջի ավանդական ընտանիքի որդի ավարտել էր Երանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, մագիստրոսի կոչում էր ստացել արտասահմանյան համալսարանում, նա ստանձնել էր հոր ընկերությունը 30 տարեկանում այն վերածել կայսրության։ Բայց Մարինեի համար Էդուարդ Ֆերեյրան պարզապես այն մարդն էր, ով թելադրում էր իր աշխատանքային առօրյան, այն մարդը, ով ժամը 9-ին անշաքար սուրճ էր խնդրում, ով ռազմական ճշգրտությամբ նշանակված հանդիպումներ ուներ, ով փաստաթղթեր էր ստորագրում, աչքերը չբարձրացնելով, ով շնորհակալություն էր հայտնում գլխի կարճ շարժումով, հեռու մարդ, մի մարդ, ով ապրում էր իրենից լիովին տարբեր աշխարհում, այդ հատուկ երկուշաբթի Մարինեն աշխատասենյակ եկավ 15 րոպե շուտ, ինչպես միշտ, իր պայուսակը դրեց սեղանի դարակում, միացրեց համակարգիչը գնաց սուրճ պատրաստելու, որը տնօրենը մի փոքր ուշ կխմեր, առօրյան հանգստացնող էր իր կանխատեսելիությամբ, նա ճշգրիտ գիտեր, թե ինչ պետք է սպասել յուրաքանչյուր օրից, յուրաքանչյուր ժամից, յուրաքանչյուր րոպեից, բայց ճակատագիրը, ինչպես Մարինեն կբացահայտեր այդ օրը, ունի տարօրինակ հումորի զգացում, առավոտյան 10:20 էր, երբ նրա բջջային հեռախոսը թրթռաց սեղանին, ծանուցում, Մարինեն շեղված վերցրեց հեռախոսը, սպասելով մորից կամ ընկերուհի Ջուլիանայից որևէ հաղորդագրության, այն, ինչ նա տեսավ էկրանին, ստիպեց նրա սիրտը թրջել, իսկ դեմքը վար կարմրել, դա լուսանկար էր, մի լուսանկար, որը ոչինչ չէր թողնում երակայությանը, տղամարդու, ինտիմ լուսանկար, արված այնպիսի անկյունից, որն ակնհայտորեն փորձում էր գայթակղել։ Եվ ուղարկողը Էդուարդ Ֆերեյրան էր։ Մարինեն զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում, նրա մատներն այնքան դողացին, որ հեռախոսը գրեթե դուրս եկավ ձեռքերից, նա հուսահատորեն շուրջ բոլորը նայեց սենյակում, կարծես ինչ-որ մեկը կարող էր տեսնել, կարծես դա պրոյեկտված էր հսկա էկրանի վրա բոլոր աշխատակիցների համար, բայց նա մենակ էր, սենյակը դատարկ էր, լուռ, միայն օդորակիչի ցածր ձայնն էր լցնում տարածությունը, ինչ անել, ինչ ասել, ինչպես վարվել։ Մարինեն կողպեց հեռախոսը հետ դրեց սեղանին, կարծես այն այրվում էր, նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ
Նա լսում էր արյունը ականջներում, ձեռքերը քրտնում էին, շնչառությունը կարճ էր, նա պետք է ինչ-որ բան աներ, ցանկացած բան, բայց նրա ուղեղը կարծես ամբողջովին սառել էր։ Հենց այդ պահին Էդուարդի աշխատասենյակի դուռը բացվեց, նա հայտնվեց։ Իր միշտ անթերի կեցվածքով, կատարյալ հարմարեցված մոխրագույն կոստյումով, կատարյալ փողկապով, բայց ինչ-որ բան այլ էր։ Մարինեն անմիջապես նկատեց, նրա ուսերին լարվածություն կար, հոնքերի մեջ անհանգստության բարակ գիծ։ Նա անսովոր ուժով էր բռնել իր բջջային հեռախոսը, նրանց աչքերը հանդիպեցին վայրկյանի մի մասով, Մարինեն տեսավ մի բան, որը երբեք չէր տեսել իր ղեկավարի դեմքին, մաքուր բացարձակ խուճապ, Էդուարդը անմիջապես հեռացրեց հայացքը, մաքրեց կոկորդը, Մարինեն զգաց, թե ինչպես են իր ոտքերը թուլանում, նա գիտեր, որ Մարինեն տեսել էր, ամոթը օդում այնքան խիտ էր, որ գրեթե պինդ էր թվում, մի բան, որին նա կարող էր դիպչել, եթե ձեռքը մեկներ, Մարինեն, նրա ձայնը սովորականից ավելի ցածր էր, գրեթե խռպոտ շշուկ, նա կանգնեց նրա սեղանից մի քանի մետր հեռավորության վրա, պահպանելով անվտանգ հեռավորություն, ես պետք է խոսեմ քեզ հետ, Մարինեն ոչ մի ձայն չկարողացավ արտաբերել, նա պարզապես գլխով արեց, զգալով, կարծես մղձավանջ էր տեսնում, որից չէր կարողանում արթնանալ, նա հետեց նրան դեպի իր սենյակը, ոտքերը շարժվում էին ավտոմատ կերպով, ուղեղը դեռ փորձում էր մարսել այն, ինչ նոր էր տեղի ունեցել, Էդուարդը փակեց դուռը նրանց հետից մոտեցավ պատուհանին, մեջքով կանգնելով նրան, լռությունը ձգվեց երկար վայրկյաններով, որոնք ժամեր թվացին։ Մարինեն կանգնած մնաց այնտեղ, չիմանալով ուր նայել, չիմանալով ինչ անել դողացող ձեռքերով, ես սարսափելի սխալ թույլ տվեցի, նա վերջապես ասաց, ձայնը դեռ ցածր, բայց ամուր, այդ հաղորդագրությունը քեզ համար չէր։ Ակնհայտորեն, նա ձեռքով անցկացրեց մազերին, մի անսովոր ժեստ միշտ այդքան վերահսկվող մարդու համար, ես ինչ-որ մեկի հետ էի խոսում, սխալ անուն մուտքագրեցի, Մարինե, Մարիանայի փոխարեն, Մարինեն զգաց, թե ինչպես է իր դեմքն ավելի շատ այրվում, Մարիանա։ Իհարկե, Մարիանա կար, իհարկե, Էդուարդ Ֆերեյրայի նման տղամարդը ինչ-որ մեկին ուներ իր կյանքում, ինչու՞։ Նա պետք է այլ կերպ մտածեր, ես հասկանում եմ, պարոն Ֆերեյրա, նա կարողացավ ասել, ձայնը բարակ ու դողդոջուն, դա պատահականություն էր, ես կմոռանամ, որ որևէ բան տեսա, Էդուարդը վերջապես շրջվեց դեպի նա։ Մարինեն գրեթե մեկ քայլ հետ քաշվեց նրա հայացքի ինտենսիվությունից, այնտեղ ինչ-որ բան կար, որը նա չէր կարողանում վերծանել, զղջում, ամոթ թե… Այլ բան էր, ես պետք է որ դու իմանաս, որ դա չի կրկնվի, նա ասաց, աչքերը հառած նրա աչքերին, եւ որ դա ոչ մի կերպ չի ազդի քո աշխատանքի վրա այստեղ, դու օրինակելի մասնագետ ես, Մարինե, այս միջադեպը ոչինչ չի փոխում, բայց ամեն ինչ փոխեց։ Մարինեն դա գիտեր, չկարողանալով բացատրել, թե ինչու, այդ պահին ինչ-որ բան կոտրվել էր, ինչ-որ անտեսանելի արգելք, որը գոյություն ուներ նրանց մեջ, եւ նա վստահ չէր, թե դա լավ էր, թե վատ, այո, պարոն, նա պատասխանեց, իջեցնելով աչքերը, Էդուարդ։ Նա հանկարծ ասաց, ստիպելով նրան զարմացած բարձրացնել հայացքը, այստեղ սենյակում կարող ես ինձ Էդուարդ կոչել, Մարինեն գլխով արեց, շփոթված այդ անսպասելի խնդրանքից, 3 տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ նա առաջարկում էր որևէ տեսակի մտերմություն, նույնիսկ եթե դա պարզապես անվանական էր, օրվա մնացած մասը անցավ տարօրինակ մշուշի մեջ, Մարինեն փորձում էր կենտրոնանալ աշխատանքի վրա, էլեկտրոնային նամակների, որոնց պետք է պատասխաներ, զանգերի, որոնք պետք է կատարեր, փաստաթղթերի, որոնք պետք է կազմակերպեր, բայց նրա միտքը անընդհատ վերադառնում էր այդ պատկերին, Էդուարդի խուճապահար հայացքին, այն ձին, որով նա արտասանել էր իր անունը, Էդուարդ, կարծես նա բացում էր մի դուռ, որը նախկինում կողպված էր, երբ ճաշի ժամը եկավ։ Մարինեն վերցրեց իր ճաշատուփը, գնաց աշխատակիցների ընդհանուր խոհանոց, Ջուլիանան, ով աշխատում էր մարդկային ռեսուրսների բաժնում, արդեն այնտեղ էր, տաքացնելով իր ճաշը միկրոալիքային վառարանում, Մարինե, դու սարսափելի տեսք ունես, Ջուլիանան ասաց հենց որ նրան տեսավ, շագանակագույն աչքերը լայն բացված։ Անհանգստությունից, ինչ-որ բան տեղի է ունեցել, Մարինեն նայեց խոհանոցի շուրջը, այնտեղ 3 մարդ կար, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրանց, այնուամենայնիվ նա Ջուլիանային տարավ սենյակի ամենահեռու անկյունը շշնջաց. Դու չես հավատա, թե ինչ է տեղի ունեցել այս առավոտ, եւ ապա, ձայնը ցածր պահելով, Մարինեն ամեն ինչ պատմեց, լուսանկարը, ամոթը, զրույցը սենյակում, Ջուլիանան լսում էր, աչքերը ավելի ու ավելի լայն բացված, բերանը թեթակի բացված շոկից, Աստված իմ։ Մարինե, նա շշնջաց ի պատասխան, Էդուարդ Ֆերեյրան, ինքը սառցե մարդն այդպիսի լուսանկար է ուղարկել քեզ, դա պատահականություն էր, Ջու, նա ուզում էր ուղարկել ինչ-որ Մարիանայի, Մարիանա, Ջուլիանան կրկնեց, մտածկոտ, բայց ինչ Ռն է քո արձագանքը, ասենք, դու ցնցվել ես, զզված ես, կամը։ Մարինեն վարանեց, սա այն մասն էր, որը ինքն էլ դեռ փորձում էր հասկանալ, ես ցնցված էի, ակնհայտորեն, բայց…
Նա գծեց ստորին շրթունքը, փնտրելով ճիշտ բառերը, չգիտեմ ինչպես բացատրեմ, ջու, դա այնքան անսպասելի էր, եւ նա այնքան հուսահատ, այնքան մարդկային թվաց հանկարծ, կարծես ես ճակ տեսա այդ ամբողջ կատարյալ դիմակի վրա, իսկ լուսանկարը։ Ջուլիանան հարցրեց չարաճճի ժպիտով, ինչպիսին էր, Ջուլիանա, Մարինեն զգաց, թե ինչպես է դեմքը կրկին այրվում, ինչ, ես հետաքրքրված եմ, տղամարդը հուշարձան է, չէ, բարձրահասակ, այդ ուսերը, այդ լուրջ կերպը։ Դու ամուսնացած ես, Մարինեն հիշեցրեց թեթակի հարվածելով ընկերուհու թին, ամուսնացած ոչ կույր, Ջուլիանան կատակեց ծիծաղելով, բայց հետո նրա դեմքը կրկին լրջացավ, բայց լուրջ ասաց, Մարի, դու պետք է զգույշ լինես։ Նման իրավիճակները կարող են շատ արագ բարդանալ, նա քո ղեկավարն է, դուք ապրում եք լիովին տարբեր աշխարհներում, Մարինեն գիտեր, որ Ջուլիանան ճիշտ էր, իհարկե, ճիշտ էր, բայց իր ներսում ինչ-որ բան էր շարժվում, ինչ-որ բան, որը սկսվել էր հենց այն պահին, երբ իր աչքերը հանդիպեցին Էդուարդի աչքերին սենյակի մեջտեղում, երբ նա տեսավ խուճապը նրա դեմքին, երբ հասկացավ, որ նա պարզապես մարդ է, պարզապես տղամարդ, մի տղամարդ, ում առաջին անգամ ինքն իրեն խոստովանեց, նա համարում էր չափազանց գրավիչ, միտքը վախեցրեց նրան, ինչպես նա նախկինում չէր նկատել, միգուցե այն պատճառով, որ երբեք թույլ չէր տվել իրեն այդպես մտածել նրա մասին, Էդուարդ Ֆերեյրան ղեկավարն էր, անհասանելի մարդը, հաջողակ գործարարը, ով ապրում էր մեկ այլ մոլորակում, բայց հիմա, այդ քաոսային առավոտից հետո, ինչ-որ բան փոխվել էր նրա ընկալման մեջ, կարծես նրա աչքերը բացվել էին մի հնարավորության վրա, որը միշտ եղել էր այնտեղ, թաքնված, կեսօրը դանդաղ անցավ, Մարինեն վերադարձավ իր սեղանին, փորձեց կենտրոնանալ, բայց անհնար էր անտեսել Էդուարդի ներկայությունը այդ անթափանց ապակյա դռան հետում, նա կարող էր տեսնել նրան ապակու միջով, մուգ հսկայական ուրվագից, ամեն անգամ, երբ նա շարժվում էր, նա զգում էր, թե ինչպես է սիրտը մի փոքր արագանում։ Ժամը 4-ի մոտ նա զանգեց նրան ինտերկոմով, Մարինե, կարող եք մի պահ գալ այստեղ, խնդրում եմ։ Նրա ձայնը նորմալ, պրոֆեսիոնալ էր թվում, ինչպես միշտ, Մարինեն խորը շունչ քաշեց, հարթեց կիսաշրջազգեստը մտավ սենյակ, Էդուարդը նստած էր սեղանի հետում, վերլուծելով որոշ թղթեր, նա բարձրացրեց աչքերը, երբ նա մտավ, պետք է, որ հինգշաբթի օրվա համար հանդիպում կազմակերպեք, նա ասաց, իր կողմը հրելով մի թղթապանակ, Ջիկ Ինվեստմենթսի ներկայացուցիչների հետ, առավոտյան 10-ին գլխավոր կոնֆերանս սենյակում, այո, պարոն։ Էդուարդ, Մարինեն ուղեց իրեն, վերցնելով թղթապանակը, նրա մատները շատ կարճ ժամանակով դիպան նրանց մատներին, նա զգաց, թե ինչպես է էլեկտրականություն անցնում իր թով, Էդուարդի աչքերը հարվեցին նրա աչքերին անհրաժեշտից ավելի երկար պահով։ Այնտեղ ինչ-որ բան կար, ինչ-որ բան, որին Մարինեն չէր կարողանում անուն տալ, բայց որը ստիպում էր նրա ստամոքսին կծկվել, ուրիշ բան կա, նա հարցրեց, ձայնը դուրս գալով ավելի ցածր, քան մտադրված էր, Էդուարդը վարանեց։ Կարծես պատրաստվում էր ինչ-որ բան ասել, բայց հետո պարզապես գլխով արեց, ոչ, այդքանը, շնորհակալություն, Մարինեն գլխով արեց դուրս եկավ սենյակից, բայց կարող էր զգալ նրա հայացքի ծանրությունը իր մեջքին, երբ քայլում էր, օրը վերջապես ավարտվեց, Մարինեն ավտոբուսով վերադարձավ տուն, գլուխը դեռ պտտվելով։ Երբ հասավ փոքրիկ բնակարան, որը կիսում էր մոր հետ, տիկին Սելյան խոհանոցում էր, ընթրիք պատրաստելիս, կաթսայում եփվող լոբու հոտը հյուրասենյակում հեռուստացույցի ձայնը հանգստացնող էին իրենց ծանոթությամբ, բար մամ, Մարինեն ողջունեց նրան, պայուսակը դնելով բազմոցին, բար աղջիկս, ինչպես անցավ քո օրը, տիկին Սելյան հարցրեց առանց շրջվելու, կենտրոնացած աղցանի համար բանջարեղեն կտրելու վրա, տարբեր էր, Մարինեն պատասխանեց, նստելով խոհանոցի սեղանին, տիկին Սելյան վերջապես նայեց նրան, փորձառու աչքերով անմիջապես հասկանալով, որ ինչ-որ բան այն չէ, տարբեր ինչպես, ինչ-որ բան տեղի է ունեցել աշխատանքում, Մարինեն մտածեց պատմել, բայց բառերը չեկան, ինչպես նա կբացատրեր մորը այդ ամբողջ իրավիճակը, առանց դա ավելի շատ բան թվալու, քան կար, պարզապես լարված օր էր, մամ, ոչինչ, բայց դա շատ ավելին էր, Մարինեն գիտեր դա։ Մինչ նրանք ընթրում էին խոսում մանրուքների մասին, մինչ նրանք դիտում էին երեկոյան սերիալը, տիկին Սելյան մեկնաբանում էր կերպարների ինտրիգները, Մարինեն չէր կարողանում դադարել մտածել Էդուարդի մասին, այն ձի մասին, թե ինչպես նա այդ առավոտ այնքան խոցելի էր դարձել։ Այն ձի մասին, թե ինչպես նրա աչքերը նայեցին նրան կեսօրին, այդ գիշեր իր փոքրիկ մահճակալին, իրենը միակ սենյակում, Մարինեն ժամեր շարունակ նայում էր առաստաղին, հեռախոսը գիշերանոթի սեղանին էր, էկրանը մուգ, նա գիտեր, որ լուսանկարը դեռ այնտեղ էր, որ նա կարող էր նորից նայել, եթե ցանկանար, բայց չէր ուզում, թե ուզում էր, նա շուռ եկավ անկողնում, հիասթափված ինքն իրենից, դա խելագարություն էր, նա թույլ էր տալիս, որ ամոթալի պատահականությունը իր գլխում վերածվի ավելի մեծ բանի, Էդուարդ Ֆերեյրան հետաքրքրված չէր նրանով։
Նա այդ լուսանկարն ուղարկել էր մեկ ուրիշին, ինչ-որ Մարիաննայի, ով հավանաբար գեղեցիկ էր, նրբաճաշակ, նրա հետ նույն սոցիալական մակարդակի, Մարինեն պարզապես քարտուղարն էր, արդյունավետ, բայց անտեսանելի աշխատակցուհին, բայց հետո նա հիշեց նրա հայացքը։ Այն ձ, թե ինչպես նա ասել էր, Էդուարդ, կարծես առաջարկում էր ավելին, քան պարզապես իր անունն օգտագործելու թույլտվություն, եւ նրա սիրտը նորից արագացավ, Մարինեն վերջապես քնեց կեսգիշերից հետո, բայց դա անհանգիստ քուն էր, լի շփոթված երազներով, որտեղ նա Էդուարդը անհնարին իրավիճակներում էին, գոյություն չունեցող վայրերում, ասելով բաներ, որոնք նա մոռանում էր հենց արթնանալուն պես, հաջորդ օրերին նրանց մեջ դինամիկան տարօրինակ էր, Էդուարդը պահպանում էր իր պրոֆեսիոնալ կեցվածքը, բայց կար պահեր, փոքր պահեր, երբ Մարինեն բռնում էր նրան, նայելիս իրեն, եւ երբ նրանց աչքերը հանդիպում էին, ինչ-որ բան էր տեղի ունենում, կայծ, կապ, ինչ-որ բան, որը չպետք է գոյություն ունենար, բայց գոյություն ուներ, Մարինեն փորձում էր համոզել իրեն, որ երակայում է, որ աշխատանքի սթրեսը ստիպում էր իր երակայությանը ստեղծել իրավիճակներ, որոնք իրական չէին, բայց դժվար էր պահպանել այդ պատմությունը, երբ Էդուարդի հետ յուրաքանչյուր փոխազդեցություն կարծես կրում էր մի լարվածություն, որը նախկինում գոյություն չուներ։ Հինգշաբթի օրը, Ջեք Ինվեստմենթսի հետ հանդիպման օրը, Մարինեն ավելի շուտ եկավ, համոզվելու համար, որ ամեն ինչ կատարյալ է, կոնֆերանս սենյակը անթերի էր, փաստաթղթերը կազմակերպված, սուրճը պատրաստված, Էդուարդը ժամանեց հաճախորդներից մի քանի րոպե առաջ, ամեն ինչ ստուգելով իր միշտ ուշադիր հայացքով։ Հիանալի աշխատանք, ինչպես միշտ, նա ասաց, Մարինեն անհամապատասխան հաճույք զգաց պարզ գովեստից, հանդիպումը տեց ավելի քան 2 ժամ, Մարինեն մնաց սենյակից դուրս, հասանելի, եթե որե բանի կարիք լիներ, բայց նրա միտքը անընդհատ վերադառնում էր Էդուարդին։ Այն ձին, թե ինչպես նա ժեստեր էր անում, երբ կարևոր բան էր բացատրում, այն ամուր ու վստահ ձայնի տոնին, որն օգտագործում էր բանակցելիս, այն արագ ժպիտին, որ նա տվեց, երբ համաձայնություն ձեռք բերեցին, երբ հաճախորդները վերջապես հեռացան, գոհ ու աղմկոտ։ Էդուարդը վերադարձավ իր սենյակ, ոչինչ չասելով, Մարինեն դասավորում էր կոնֆերանս սենյակում մնացած թղթերը, երբ միջանցքից ձայներ լսեց, նա անմիջապես ճանաչեց Էդուարդի ձայնը, բայց կար նա մեկ այլ ձայն, կանացի, մեղմ թեթակի խռպոտ ձայն։ Հետաքրքրությունը հաղթահարելով պրոֆեսիոնալիզմը, Մարինեն մոտեցավ Էդուարդի կիսաբաց դռանը, նա մտադիր չէր լրտեսել, բայց չկարողացավ զսպել իրեն, ես չեմ հասկանում, թե ինչու ես այդքան հեռու պահում քեզ, կանացի ձայնն ասաց, Մարինեն դռան բացվածքից նայեց, տեսավ մի բարձրահասակ կնոջ, կատարյալ սանրված շիկահեր մազերով, հագած մի զգեստ, որը հավանաբար ավելի թանկ էր, քան Մարինեի 3 ամսվա աշխատավարձը, ես կարծում էի, որ մենք լավ էինք հասկանում միմյանց, Մարիաննա, Էդուարդն ասաց, Մարինեն զգաց, թե ինչպես է իր ստամոքսը գծկվում անունը։ Լսելիս, ուրեմն դա նա էր, Մարիաննան, ում պետք է ուղարկվեր լուսանկարը, ես արդեն բացատրել եմ քեզ, ես հիմա լուրջ բան չեմ փնտրում, կարծում էի, որ դու հասկանում ես դա, բայց մենք այնքան շատ ընդհանուր բաներ ունենք, Մարիաննան պնդեց, մեկ քայլ անելով դեպի նա, մեր ընտանիքները ճանաչում են միմյանց, մենք նույն սոցիալական շրջանակներից ենք, դա տրամաբանական է, Էդուարդ, միգուցե թղթի վրա, Էդուարդը պատասխանեց, բայց նրա ձայնը հոգնած, գրեթե ձանձրացած էր թվում։ Բայց գործնականում քիմիա չկա, Մարիաննա, դու դա գիտես նույնքան լավ, որքան ես, Մարինեն գիտեր, որ պետք է հեռանար այնտեղից, վերադառնար իր սեղանին ծածնել, թե ոչինչ չի լսել, բայց նրա ոտքերը կարծես կպած էին հատակին, մարմինը հրաժարվում էր շարժվել, նա ուզում էր ավելին լսել, պետք էր ավելին լսել։ Քիմիա, Մարիաննան կրկնեց դառը ծիծաղով, դու սպասում ես մի բանի, որը գոյություն չունի, Էդուարդ, հասուն հարաբերությունները կառուցվում են համատեղելիության վրա, ոչ թե դեռահասության կրքերի վրա, միգուցե, Էդուարդն ասաց։ Բայց ես նախընտրում եմ մենակ մնալ։ Քան անհոգի հարաբերությունների մեջ լինել, լարված լռություն տիրեց, ապա Մարիաննան հառաչեց, բարձր ու դրամատիկ, լավ, եթե դու այդպես ես ուզում, բայց մի փնտրիր ինձ, երբ հասկանաս, որ բաց ես թողնում հիանալի հնարավորություն։ Մարինեն լսեց բարձրակրունկների ձայնը, որոնք մոտենում էին, վազեց հետ դեպի կոնֆերանս սենյակը, սիրտը թրջելով, վայրկյաններ անց Մարիաննան անցավ միջանցքով, նույնիսկ նրա կողմը չնայելով, գլուխը բարձր պահած հպարտ ժեստով, որը չէր կարողանում ամբողջությամբ թաքցնել ցավը աչքերում, Մարինեն կանգնած մնաց այնտեղ, ձեռքերը թեթակի դողալով, մինչ պահում էր այն թղթերը, որոնք դասավորում էր, Էդուարդը Մարիաննայի հետ չէր, նրանք բաժանվել էին, կամ միգուցե երբեք էլ չէին սկսել, եւ այն զրույցից, որ նա նոր էր լսել, նրանց միջ այլս ոչինչ չկար։ Ինչու՞։
Էր այս գիտակցությունը ստիպում նրա սրտին այդքան արագ բաբախել, Մարինեն վերադարձավ իր սեղանին փորձեց աշխատել, բայց անհնար էր կենտրոնանալ, նա բռնվեց, նայելով Էդուարդի սենյակի դռանը, պատկերացնելով, թե ինչ էր նա անում ներսում։ Արդյոք մտածում էր Մարիաննայի մասին, արդյոք զղջում էր նրա հետ ամեն ինչ ավարտելու համար։ Կեսօրվա վերջը եկավ առանց նրանց միջ որևէ այլ փոխազդեցության, Մարինեն պատրաստվում էր հավաքել իրերը, հեռանալու համար, երբ ինտերկոմը նորից զանգեց. «Մարինե, կարող ես գալ այստեղ», նրա ձայնը տարօրինակ էր թվում, սովորականից պակաս պաշտոնական, գրեթե վարանող, Մարինեն խորը շունչ քաշեց մտավ սենյակ, Էդուարդը կանգնած էր պատուհանի մոտ, ներքի քաղաքին նայելով, երեկոյան արը երկինքը նկարում էր նարնջագույն վարդագույն երանգներով, իսկ ոսկեգույն լույսը ներս էր մտնում պատուհանից, հատակին։ Երկար ստվերներ ստեղծելով, նա չշրջվեց, երբ նա մտավ, դու լսել ես զրույցը ավելի վաղ, դա հարց չէր, դա պնդում էր, Մարինեն զգաց, թե ինչպես է իր դեմքը տաքանում, ես դա իմ մտադրությունը չէր, ես կազմակերպում էի կոնֆերանս սենյակը։ Ամեն ինչ կարգին է, Էդուարդը ընդհատեց նրան, վերջապես շրջվելով դեպի նրա դեմքին ինչ-որ տարբեր բան կար, մի բացություն, որը նա երբեք չէր տեսել նախկինում, ես գիտեմ, թե ինչպես են այստեղ բաներն աշխատում, պատերը այնքան հաստ չեն, որքան պետք է լինեն, լռություն, Մարինեն չգիտեր ինչ ասել, ուստի ոչինչ չասաց, նա պարզապես սպասեց, սիրտը չափազանց ուժեղ բաբախելով կողոսկրերի դեմ, դու հավանաբար զարմանում ես, Էդուարդը սկսեց, ձեռքով անցկացնելով մազերին այն ժեստով, որը նա սկսում էր ճանաչել որպես նյարդայնության նշան, թե ինչու եմ ես քեզ պատմում դա, ինչու եմ ես մտածում, թե դու լսել ես, թե ոչ, Մարինեն բացեց բերանը պատասխանելու համար, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ, ճշմարտությունն այն է, նա շարունակեց մեկ քայլ անելով դեպի որ այդ երկուշաբթի առավոտից հետո, այն սարսափելի սխալից հետո, որ թույլ տվեցի, ես չեմ կարողանում դադարել մտածել քո մասին, աշխարհը կարծես կանգ առավ, Մարինեն վստահ էր, որ սխալ է լսել, որ իր ուղեղը խաբում էր իրեն, որ նա արթուն երազում էր, ես գիտեմ, որ դա անպատշաճ է։ Էդուարդն արագ ասաց, իր խոսքերը դուրս գալով շտապ հոսքով, կարծես նա փորձում էր դրանք ասել, նախքան քաջությունը կկորցներ, ես գիտեմ, որ ես քո ղեկավարն եմ, որ մենք լիովին տարբեր կյանքեր ունենք, որ դա լիովին անպատշաճ է, բայց ես այլս չեմ կարող ծածնել, որ դու պարզապես իմ քարտուղարն ես, ոչ այն բանից հետո, երբ տեսա, թե ինչպես դու նայեցիր ինձ այդ առավոտ, ոչ այն բանից հետո, երբ հասկացա, որ դու նույնպես ինչ-որ բան զգացիր, Մարինեն վերջապես գտավ իր ձայնը, Էդուարդ, եսը։ Դու հիմա ոչինչ պետք չի ասես, նա նորից ընդհատեց նրան, բայց այս անգամ քնքշությամբ, ես պարզապես պետք է անկեղծ լինեի քեզ հետ, պետք էր որ դու իմանայիր, եւ ապա նա արեց մի բան, որն ամբողջովին զարմացրեց Մարինեին, նա մեկնեց ձեռքը, ոչ թե պրոֆեսիոնալ ողջույնի ժեստով, այլ հրավերի ժեստով, հրավեր հատելու այդ անտեսանելի գիծը, որը բաժանում էր նրանց, Մարինեն նայեց մեկնած ձեռքին, Էդուարդի դեմքին, լուսավորված երեկոյան ոսկեգույն լույսով, նրա աչքերին, որոնք նրան դիտում էին այնպիսի ինտենսիվությամբ, որը ստիպում էր նրա ստամոքսին կծկվել, եւ այդ պահին կանգնած Երանի կորպորատիվ շենքի 12-րդ հարկի այդ սենյակում, Մարինեն գիտեր, որ իր կյանքը պատրաստվում է ընդմիշտ փոխվել, նա մեկնեց ձեռքը դիպավ նրանին, հպումը էլեկտրական էր, պարզապես ձեռքեր էին հանդիպում, բայց Մարինեն զգաց, կարծես հոսանք անցավ իր ամբողջ մարմնով, Էդուարդի մատները տաք էին, ամուր, նա անմիջապես չբաց թողեց նրա ձեռքը, մի քանի վայրկյան, որոնք հավերժություն թվացին, նրանք մնացին այնտեղ կապված, նայելով միմյանց նշանակալից լռության մեջ, Էդուարդն էր, ով վերջապես խախտեց պահը դանդաղ, գրեթե դժկամությամբ բաց թողնելով նրա ձեռքը, կներեք, նա մրմնջաց, ես չպետք է։ Ոչ, Մարինեն ընդհատեց նրան, զարմացած իր սեփական քաջությունից, մի ներողություն խնդրեք, նրա աչքերը թեթակի լայնացան, զարմանքի ինչ-որ ավելի արտահայտություն անցավ նրա դեմքով, Մարինեը։ Ես նույնպես զգացի, նա խոստովանեց, բառերը դուրս գալով շշուկով, որը չափազանց բարձր էր թվում այդ լուր տարածքում, այդ առավոտից, ես չկարողացա դադարել մտածել քո մասին, Էդուարդը մի պահ փակեց աչքերը, կարծես փորձում էր կլանել այդ բառերը, փորձում էր հավատալ, որ դրանք իրական են, երբ նա նորից բացեց դրանք, դրանց մեջ մի ինտենսիվություն կար, որը ստիպեց Մարինեին դողալ, սա ամեն ինչ փոխում է, նա ասաց, ձայնը խռպոտ, դու դա հասկանում ես, չէ՞, եթե մենք շարունակենք սա, ոչինչ այլս նախկինի պես չի լինի, ես գիտեմ, Մարինեն պատասխանեց, նա իսկապես գիտեր, նա գիտեր, որ պատրաստվում է հատել մի գիծ, որը հնարավոր չէր լինի հետ հատել, բայց երկար ժամանակ հետո առաջին անգամ նա չէր ուզում զգույշ լինել, նա չէր ուզում լինել խելամիտ Մարինեն, ով միշտ ճիշտ բանն էր անում, նա ուզում էր լինել Մարինեն, ով թույլ էր տալիս իրեն զգալ, ով թույլ էր տալիս իրեն ռիսկի դիմել, Էդուարդը մեկ քայլ արեց դեպի նա, իսկ հետո մեկ ուրիշը, մինչ որ նրանք այնքան մոտ էին, որ Մարինեն կարող էր զգալ նրանից բխող ջերմությունը, կարող էր տեսնել
Նրա աչքերի շուրջի փոքրիկ արտահայտման գծերը, փոքրիկ թերությունները, որոնք նրան մարդկային, իրական էին դարձնում, մենք պետք է զգույշ լինենք, նա ասաց, ձայնը ցածր, գրասենյակը, մարդիկ նրանք չեն կարող իմանալ, դեռ ոչ, միգուցե երբեք։ Մարինեն գլխով արեց, հասկանալով հետանքները, ղեկավարի քարտուղարի մեջ հարաբերությունները սկանդալ կլինեին բամբասանքներ, դատողություններ, միգուցե նույնիսկ մասնագիտական հետանքներ, ես հասկանում եմ, վստահ ես, Էդուարդը հարցրեց, աչքերը փնտրելով նրա աչքերին։ Կարծես կարող էր որև արանում գտնել այնտեղ, վստահ ես, որ սա ես ուզում, որովհետև երբ սկսենք, ես չգիտեմ կկարողանամ արդյոք կանգ առնել, Մարինեն խորը շունչ քաշեց, դա հսկայական ռիսկ էր, բայց Էդուարդը ճիշտ էր, նրանք չէին կարող այլս այդպես ապրել, միշտ թաքնված, միշտ վախի մեջ, լավ է, նա վերջապես ասաց, արի դա անենք, ժպիտը, որը լուսավորեց Էդուարդի դեմքը, բավականաչափ բարդ էր, նա համբուրեց նրան մեղմ ու քաղցր, կնքելով նրանց միջ համաձայնությունը։ Հաջորդ օրերին նրանց միջ հարաբերությունները տարօրինակ էին, Էդուարդը պահպանում էր իր պրոֆեսիոնալ կեցվածքը, բայց կար պահեր, փոքր պահեր, երբ Մարինեն բռնում էր նրան նայելիս իրեն, և երբ նրանց աչքերը հանդիպում էին, ինչ-որ բան էր տեղի ունենում, կայծ, կապ, ինչ-որ բան, որը չպետք է գոյություն ունենար, բայց գոյություն ուներ, Մարինեն փորձում էր համոզել իրեն, որ երակայում է, որ աշխատանքի սթրեսը ստիպում էր իր երակայությանը ստեղծել իրավիճակներ, որոնք իրական չէին, բայց դժվար էր պահպանել այդ պատմությունը, երբ Էդուարդի հետ յուրաքանչյուր փոխազդեցություն կարծես կրում էր մի լարվածություն, որը նախկինում գոյություն չուներ, հինգշաբթի օրը Ջիկ Ինվեստմենթսի հետ հանդիպման օրը, Մարինեն ավելի շուտ եկավ, համոզվելու համար, որ ամեն ինչ կատարյալ է, կոնֆերանս սենյակը անթերի էր, փաստաթղթերը կազմակերպված, սուրճը պատրաստված, Էդուարդը ժամանեց հաճախորդներից մի քանի րոպե առաջ, ամեն ինչ ստուգելով իր միշտ ուշադիր հայացքով, հիանալի աշխատանք, ինչպես միշտ, նա ասաց, Մարինեն անհամապատասխան հաճույք զգաց պարզ գովեստից։ Հանդիպումը տեց ավելի քան 2 ժամ, Մարինեն մնաց սենյակից դուրս, հասանելի, եթե որևէ բանի կարիք լիներ, բայց նրա միտքը անընդհատ վերադառնում էր Էդուարդին, այն ձին, թե ինչպես նա ժեստեր էր անում, երբ կարևոր բան էր բացատրում, այն ամուր ու վստահ ձայնի տոնին, որն օգտագործում էր բանակցելիս, այն արագ ժպիտին, որ նա տվեց, երբ համաձայնություն ձեռք բերեցին, երբ հաճախորդները վերջապես հեռացան, գոհ ու աղմկոտ, Էդուարդը վերադարձավ իր սենյակ, ոչինչ չասելով։ Մարինեն դասավորում էր կոնֆերանս սենյակում մնացած թղթերը, երբ միջանցքից ձայներ լսեց, նա անմիջապես ճանաչեց Էդուարդի ձայնը, բայց կար նա մեկ այլ ձայն, կանացի, մեղմ թեթակի խռպոտ ձայն, հետաքրքրությունը հաղթահարելով պրոֆեսիոնալիզմը, Մարինեն մոտեցավ Էդուարդի կիսաբաց դռանը, նա մտադիր չէր լրտեսել, բայց չկարողացավ զսպել իրեն, ես չեմ հասկանում, թե ինչու ես այդքան հեռու պահում քեզ, կանացի ձայնն ասաց, Մարինեն դռան բացվածքից նայեց տեսավ մի բարձրահասակ կնոջ, կատարյալ սանրված շիկահեր մազերով, հագած մի զգեստ, որը հավանաբար ավելի թանկ էր, քան Մարինեի 3 ամսվա աշխատավարձը, ես կարծում էի, որ մենք լավ ենք հասկանում միմյանց, Մարիանա, Էդուարդն ասաց, Մարինեն զգաց, թե ինչպես է իր ստամոքսը կծկվում անունը լսելիս, ուրեմն դա նա էր, Մարիանան, ում պետք է ուղարկվեր լուսանկարը, ես արդեն բացատրել եմ քեզ, ես հիմա լուրջ բան չեմ փնտրում, կարծում էի, որ դու հասկանում ես դա, բայց մենք այնքան շատ ընդհանուր բաներ ունենք, Մարիանան պնդեց, մեկ քայլ անելով դեպի նա, մեր ընտանիքները ճանաչում են միմյանց, մենք նույն սոցիալական շրջանակներից ենք, դա տրամաբանական է, Էդուարդ, միգուցե թղթի վրա, Էդուարդը պատասխանեց, բայց նրա ձայնը հոգնած, գրեթե ձանձրացած էր թվում, բայց գործնականում քիմիա չկա, Մարիանա, դու դա գիտես նույնքան լավ, որքան ես, Մարինեն գիտեր, որ պետք է հեռանար այնտեղից, վերադառնար իր սեղանին ծածներ, թե ոչինչ չի լսել։ Բայց նրա ոտքերը կարծես կպած էին հատակին, մարմինը հրաժարվում էր շարժվել, նա ուզում էր ավելին լսել, պետք էր ավելին լսել, քիմիա, Մարիանան կրկնեց դառը ծիծաղով, դու սպասում ես մի բանի, որը գոյություն չունի, Էդուարդ։ Հասուն հարաբերությունները կառուցվում են համատեղելիության վրա, ոչ թե դեռահասության կրքերի վրա, միգուցե Էդուարդն ասաց, բայց ես նախընտրում եմ մենակ մնալ, քան անհոգի հարաբերությունների մեջ լինել, լարված լռություն տիրեց, ապա Մարիանան հառաչեց, բարձր ու դրամատիկ, լավ։ Եթե դու այդպես ես ուզում, բայց մի փնտրիր ինձ, երբ հասկանաս, որ բաց ես թողնում հիանալի հնարավորություն, Մարինեն լսեց բարձրակրունկների ձայնը, որոնք մոտենում էին, վազեց հետ դեպի կոնֆերանս սենյակը, սիրտը թրջելով։ Վայրկյաններ անց Մարիանան անցավ միջանցքով, նույնիսկ նրա կողմը չնայելով, գլուխը բարձր պահած հպարտ ժեստով, որը չէր կարողանում ամբողջությամբ թաքցնել ցավը աչքերում, Մարինեն կանգնած մնաց այնտեղ, ձեռքերը թեթակի դողալով, մինչ պահում էր այն թղթերը, որոնք դասավորում էր, Էդուարդը Մարիանայի հետ չէր։ Նրանք բաժանվել էին, կամ միգուցե երբեք էլ չէին սկսել, եւ այն զրույցից, որ նա նոր էր լսել, նրանց միջ այլս ոչինչ չկար, ինչու՞։
Էր այս գիտակցությունը ստիպում նրա սրտին այդքան արագ բաբախել, Մարինեն վերադարձավ իր սեղանին փորձեց աշխատել, բայց անհնար էր կենտրոնանալ, նա բռնվեց, նայելով Էդուարդի սենյակի դռանը, պատկերացնելով, թե ինչ էր նա անում ներսում։ Արդյոք մտածում էր Մարիանայի մասին, արդյոք զղջում էր նրա հետ ամեն ինչ ավարտելու համար։ Կեսօրվա վերջը եկավ առանց նրանց միջ որևէ այլ փոխազդեցության, Մարինեն պատրաստվում էր հավաքել իրերը, հեռանալու համար, երբ ինտերկոմը նորից զանգեց. «Մարինե, կարող ես գալ այստեղ», նրա ձայնը տարօրինակ էր թվում, սովորականից պակաս պաշտոնական, գրեթե վարանող, Մարինեն խորը շունչ քաշեց մտավ սենյակ, Էդուարդը կանգնած էր պատուհանի մոտ, ներքի քաղաքին նայելով, երեկոյան արը երկինքը նկարում էր նարնջագույն վարդագույն երանգներով, իսկ ոսկեգույն լույսը ներս էր մտնում պատուհանից, հատակին երկար ստվերներ ստեղծելով, նա չշրջվեց, երբ նա մտավ, դու լսել ես զրույցը ավելի վաղ, դա հարց չէր, դա պնդում էր, Մարինեն զգաց, թե ինչպես է իր դեմքը տաքանում, ես դա իմ մտադրությունը չէր, ես կազմակերպում էի կոնֆերանս, սենյակը, ամեն ինչ կարգին է, Էդուարդը ընդհատեց նրան, վերջապես շրջվելով դեպի նա, նրա դեմքին ինչ-որ տարբեր բան կար, մի բացություն, որը նա երբեք չէր տեսել նախկինում, ես գիտեմ, թե ինչպես են այստեղ բաներն աշխատում, պատերը այնքան հաստ չեն, որքան պետք է լինեն, լռություն, Մարինեն չգիտեր ինչ ասել, ուստի ոչինչ չասաց, նա պարզապես սպասեց, սիրտը չափազանց ուժեղ բաբախելով կողոսկրերի դեմ, դու հավանաբար զարմանում ես, Էդուարդը սկսեց, ձեռքով անցկացնելով մազերին այն ժեստով, որը նա սկսում էր ճանաչել որպես նյարդայնության նշան, թե ինչու եմ ես քեզ պատմում դա, ինչու եմ ես մտածում, թե դու լսել ես, թե ոչ, Մարինեն բացեց բերանը պատասխանելու համար, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ, ճշմարտությունն այն է, նա շարունակեց մեկ քայլ անելով դեպի նա, որ այդ երկուշաբթի առավոտից հետո, այն սարսափելի սխալից հետո, որ թույլ տվեցի, ես չեմ կարողանում դադարել մտածել քո մասին, աշխարհը կարծես կանգ առավ, Մարինեն վստահ էր, որ սխալ է լսել, որ իր ուղեղը խաբում էր իրեն, որ նա արթուն երազում էր, ես գիտեմ, որ դա անպատշաճ է։ Էդուարդն արագ ասաց, իր խոսքերը դուրս գալով շտապ հոսքով, կարծես նա փորձում էր դրանք ասել, նախքան քաջությունը կկորցներ, ես գիտեմ, որ ես քո ղեկավարն եմ, որ մենք լիովին տարբեր կյանքեր ունենք, որ դա լիովին անպատշաճ է, բայց ես այլս չեմ կարող ծածնել, որ դու պարզապես իմ քարտուղարն ես, ոչ այն բանից հետո, երբ տեսա, թե ինչպես դու նայեցիր ինձ այդ առավոտ, ոչ այն բանից հետո, երբ հասկացա, որ դու նույնպես ինչ-որ բան զգացիր, Մարինեն վերջապես գտավ իր ձայնը, Էդուարդ, եսը։ Դու հիմա ոչինչ պետք չի ասես, նա նորից ընդհատեց նրան, բայց այս անգամ քնքշությամբ, ես պարզապես պետք է անկեղծ լինեի քեզ հետ, պետք էր որ դու իմանայիր, եւ ապա նա արեց մի բան, որն ամբողջովին զարմացրեց Մարինեին, նա մեկնեց ձեռքը, ոչ թե պրոֆեսիոնալ ողջույնի ժեստով, այլ հրավերի ժեստով, հրավեր հատելու այդ անտեսանելի գիծը, որը բաժանում էր նրանց, Մարինեն նայեց մեկնած ձեռքին, Էդուարդի դեմքին, լուսավորված երեկոյան ոսկեգույն լույսով, նրա աչքերին, որոնք նրան դիտում էին այնպիսի ինտենսիվությամբ, որը ստիպում էր նրա ստամոքսին կծկվել, եւ այդ պահին կանգնած Երանի կորպորատիվ շենքի 12-րդ հարկի այդ սենյակում, Մարինեն գիտեր, որ իր կյանքը պատրաստվում է ընդմիշտ փոխվել, նա մեկնեց ձեռքը դիպավ նրանին, հպումը էլեկտրական էր, պարզապես ձեռքեր էին հանդիպում, բայց Մարինեն զգաց, կարծես հոսանք անցավ իր ամբողջ մարմնով, Էդուարդի մատները տաք էին, ամուր, նա անմիջապես չբաց թողեց նրա ձեռքը, մի քանի վայրկյան, որոնք հավերժություն թվացին, նրանք մնացին այնտեղ կապված, նայելով միմյանց նշանակալից լռության մեջ, Էդուարդն էր, ով վերջապես խախտեց պահը դանդաղ, գրեթե դժկամությամբ բաց թողնելով նրա ձեռքը, կներեք, նա մրմնջաց, ես չպետք է։ Ոչ, Մարինեն ընդհատեց նրան, զարմացած իր սեփական քաջությունից, մի ներողություն խնդրեք, նրա աչքերը թեթակի լայնացան, զարմանքի ինչ-որ ավելի արտահայտություն անցավ նրա դեմքով, Մարինեը։ Ես նույնպես զգացի, նա խոստովանեց, բառերը դուրս գալով շշուկով, որը չափազանց բարձր էր թվում այդ լուր տարածքում, այդ առավոտից, ես չկարողացա դադարել մտածել քո մասին, Էդուարդը մի պահ փակեց աչքերը, կարծես փորձում էր կլանել այդ բառերը, փորձում էր հավատալ, որ դրանք իրական են, երբ նա նորից բացեց դրանք, դրանց մեջ մի ինտենսիվություն կար, որը ստիպեց Մարինեին դողալ։ Սա ամեն ինչ փոխում է, նա ասաց, ձայնը խռպոտ, դու դա հասկանում ես, չէ՞, եթե մենք շարունակենք սա, ոչինչ այլս նախկինի պես չի լինի, ես գիտեմ, Մարինեն պատասխանեց, նա իսկապես գիտեր, նա գիտեր, որ պատրաստվում է հատել մի գիծ, որը հնարավոր չէր լինի հետ հատել, բայց երկար ժամանակ հետո առաջին անգամ նա չէր ուզում զգույշ լինել, նա չէր ուզում լինել խելամիտ Մարինեն, ով միշտ ճիշտ բանն էր անում, նա ուզում էր լինել Մարինեն, ով թույլ էր տալիս իրեն զգալ, ով թույլ էր տալիս իրեն ռիսկի դիմել, Էդուարդը մեկ քայլ արեց դեպի նա, իսկ հետո մեկ ուրիշը, մինչ որ նրանք այնքան մոտ էին, որ Մարինեն կարող էր զգալ նրանից բխող ջերմությունը, կարող էր տեսնել նրա աչքերի շուրջի փոքրիկ արտահայտման գծերը, փոքրիկ թերությունները, որոնք նրան մարդկային
իրական էին դարձնում, մենք պետք է զգույշ լինենք, նա ասաց, ձայնը ցածր, գրասենյակը, մարդիկ նրանք չեն կարող իմանալ, դեռ ոչ, միգուցե երբեք, Մարինեն գլխով արեց, հասկանալով հետանքները, ղեկավարի քարտուղարի միջ հարաբերությունները սկանդալ կլինեին բամբասանքներ, դատողություններ, միգուցե նույնիսկ մասնագիտական հետանքներ, ես հասկանում եմ, վստահ ես, Էդուարդը հարցրեց, աչքերը փնտրելով նրա աչքերին, կարծես կարող էր որև արանում գտնել այնտեղ, վստահ ես, որ սա ես ուզում, որովհետև երբ սկսենք, ես չգիտեմ, կկարողանա արդյոք կանգ առնել, Մարինեն խորը շունչ քաշեց, դա հսկայական ռիսկ էր, բայց Էդուարդը ճիշտ էր, նրանք չէին կարող այլս այդպես ապրել, միշտ թաքնված, միշտ վախի մեջ, լավ է, նա վերջապես ասաց, արի դա անենք, ժպիտը, որը լուսավորեց Էդուարդի դեմքը, բավականաչափ բարդ էր, նա համբուրեց նրան մեղմ ու քաղցր, կնքելով նրանց միջ համաձայնությունը, հաջորդ օրերին ամեն ինչ արագ սկսեց փոխվել, Էդուարդը հայտարարեց որոշ բաժինների վերակառուցման մասին, Մարինեն նշանակվեց հատուկ նախագծերի մենեջեր, ուղղակիորեն աշխատելով տնօրինության հետ ռազմավարական նախաձեռնությունների վրա, նորությունը զարմանք առաջացրեց գրասենյակում, Մարինեն զգում էր հետաքրքրասեր հայացքները, շնջացող ենթադրությունները, բայց նա գլուխը բարձր պահեց կատաղի վճռականությամբ նվիրվեց աշխատանքին, նրա առաջին նախագիծը հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման նոր համակարգի մշակումն էր, որը կմիացներ բոլոր բաժինները, դա բարդ էր, դժվարին, հենց այն տեսակի բանը, որը Մարինեն սիրում էր, Ջուլիանան գրկեց նրան, երբ լսեց պաշտոնի բարձրացման մասին, դու արժանի ես դրան, Մարի, եւ թույլ մի տուր, որ որը մեկը քեզ հակառակն ասի, բայց ոչ բոլորն էին կիսում Ջուլիանայի ոգորությունը, Մարինեն լսում էր մեկնաբանությունները, ակնարկները, որոշները ուղղակի էին, մյուսները, ծածուկ, միշտ նույն էությունը։ Նա պաշտոնի էր բարձրացել միայն այն պատճառով, որ ինչ-որ բան ուներ ղեկավարի հետ, դժվար էր, երբեմն ցավոտ, բայց Մարինեն կառչած էր Էդուարդի խոսքերից իր սեփական վճռականությունից, նա ավելի շատ էր աշխատում, քան ցանկացած ուրիշ մարդ, ստուգում էր կրկին ստուգում յուրաքանչյուր մանրուք, ապահովում էր, որ իր նախագիծը անթերի լինի, եւ դանդաղ, շատ դանդաղ, նա սկսեց հարգանք վայելել, պաշտոնի բարձրացումից 2 ամիս անց Մարինեն իր ամբողջական նախագիծը ներկայացրեց տնօրինությանը։ Էդուարդը այնտեղ էր, բայց նա չխոսեց։ Նրա օգտին չտվեց նրան որե հատուկ վերաբերմունք, Մարինեն միայնակ էր այդ հարցում, նա փայլեց, ներկայացումը բացարձակ հաջողություն էր, տնօրենները դժվար հարցեր էին տալիս, Մարինեն բոլորին պատասխանում էր վստահությամբ գիտելիքներով, երբ ավարտեց, սեղանի շուրջ անկեղծ ծափահարություններ հնչեցին, հանդիպումից հետո ֆինանսական տնօրենը Ռոբերտ անունով մի մարդ, ով միշտ թերահավատորեն էր վերաբերվել Մարինեի պաշտոնի բարձրացմանը, մոտեցավ նրան, ես ներողություն եմ պարտք, նա առանց շեղվելու ասաց. Ես կարծում էի, որ ձեր պաշտոնի բարձրացումը լավ սխալ պատճառով էր, բայց դուք այսօր ապացուցեցիք ձեր արժեքը, այս նախագիծը իսկապես կարող է փոխել մեր գործունեության ձը, Մարինեն շնորհակալությամբ ընդունեց ներողությունը, բայց ներսում նա հաղթական էր, նա ապացուցել էր նրանց համար, իր համար, միգուցե նույնիսկ Էդուարդի համար, թե նա երբեք չէր կասկածել նրան, այդ գիշեր նրանք տոնեցին Էդուարդի պենթհաուսում, նա պատրաստեց նրա սիրած ընթրիքը, բացեց թանկարժեք շամպայնի շիշ կենաց խմեցին նրա հաջողության համար։ Ես այնքան հպարտ եմ քեզանով, Էդուարդն ասաց, աչքերը փայլելով անկեղծ հիացմունքից, դու գերազանցեցիր բոլոր սպասումները, ես չէի կարող դա անել առանց քեզ, որ հավատում էիր ինձ, Մարինեն պատասխանեց, ոչ, Էդուարդն ուղեց, դու դա արեցիր ինքդ, Մարինե։ Ես պարզապես քեզ հնարավորություն տվեցի, դու օգտագործեցիր այդ հնարավորությունը այն վերածեցիր փայլուն բանի, ավելի ուշ, բազմոցին պառկած, իրար փաթաթված, Մարինեն թույլ տվեց իրեն ամբողջովին հանգստանալ ամիսների ընթացքում առաջին անգամ, կարծում եմ, մենք պատրաստ ենք հաջորդ քայլին, նա մեղմորեն ասաց, Էդուարդն անմիջապես հասկացավ, թե ինչ էր նա ուզում ասել, պատմել մեր ընտանիքներին, այո, ես արդեն պատմել եմ մայրիկիս, բայց նա ուզում է ծանոթանալ քեզ հետ, եւ ես ուզում եմ ծանոթանալ քո մայրիկի հետ, քո քրոջ հետ։ Էդուարդը մի պահ լարվեց, մայրիկս հեշտ չի անի բաները, Մարինե, նա կարող է դժվար լինել, ես գիտեմ, բայց ես կարող եմ հաղթահարել դժվարությունները, ես մեծացել եմ դժվարությունների հետ պայքարելով, Էդուարդը համբուրեց նրա ճակատը, դու զարմանալի ես, գիտես, դա դու կարող ես դա ինձ հիշեցնել ամեն օր, կարող եմ կանեմ, նրանք որոշեցին սկսել Մարինեի ընտանիքից, տիկին Սելյան շնորհակալությամբ ընդունեց ընթրիքի հրավերը, բայց Մարինեն կարող էր տեսնել մոր աչքերում անհանգստությունը, նա ցանկանում էր պաշտպանել դստերը, ցանկանում էր համոզվել, որ այս հարուստ հզոր մարդը չի կոտրի իր Մարինեի սիրտը, ընթրիքը Մարինեի տիկին Սելյայի տանն էր, Էդուարդը պնդեց, որ նրանք կարիք չունեն դուրս գալու, որ նա կսիրեր տեսնել Մարինեի տունը, նա եկավ տիկին Սելյայի համար ծաղկեփնջով։
Գինուշ շով, որը հավանաբար ավելի թանկ էր, քան Մարինեն մեկ շաբաթում էր վաստակում, առաջին ժամը պաշտոնական էր, գրեթե անհարմար, տիկին Սելյան քաղաքավարի, բայց ուղղակի հարցեր էր տալիս, գնահատելով Էդուարդին փորձառու մոր աչքերով։ Էդուարդը պատասխանում էր անկեղծորեն, առանց տպավորություն թողնելու կամ թաքցնելու որևէ բան, բայց երբ տիկին Սելյան ընթրիք մատուցեց, մթնոլորտը սկսեց փոխվել, դա տոլմա էր, Մարինեի մանկուց սիրած ուտեստը, Էդուարդը կերավ անկեղծ ախորժակով, գովելով ուտեստը այնպես, որ նույնիսկ տիկին Սելյան ստիպված է ժպտալ։ Դուք խոհանոց եք, նա հարցրեց, զարմացած, երբ Էդուարդը օգնություն առաջարկեց սպասքի հետ, սովորել եմ անհրաժեշտությունից, բայց հիմա դա անում եմ հաճույքով, Էդուարդը պատասխանեց, արդեն սկսելով կեղտոտ սպասքը կուտակել։ Մարինեն դիտում էր իր ընկերոջը մորը կողք կողքի փոքրիկ խոհանոցում, սպասք լվանալիս խոսելիս, զգաց, թե ինչպես է իր սիրտը լցվում սիրով, Էդուարդը չէր փորձում լինել մեկը, ով չէր, նա անկեղծ էր, իսկական, տիկին Սելյան դա նկատում էր։ Երբ Էդուարդը վերջապես հեռացավ, արդեն ուշ գիշեր էր։ Տիկին Սելյան Մարինեին իր կողմը քաշեց գրկելու համար, նա քեզ իսկապես սիրում է, նա շշնջաց, ես դա տեսնում եմ, թե ինչպես է նա նայում քեզ, նա քեզ սիրում է, եւ դուք հավանում եք, ես հավանում եմ, եթե դու երջանիկ ես։ Եվ ես երբեք քեզ այդքան երջանիկ չեմ տեսել, որքան հիմա։ Մարինեն այդ գիշեր քնեց ժպիտով դեմքին, կարոր քայլ էր արվել, բայց ամենադժվարը դեռ առջում էր, Էդուարդի ընտանիքը, նրա մայրը, այդ սիրո իսկական փորձությունը, որը նրանք կիսում էին։ Եվ թե Մարինեն չգիտեր, թե ինչ էր բերելու ապագան։ Նա մի բան հաստատ գիտեր։ Նա Էդուարդը դրան դիմակայելու էին միասին, ինչպես դիմակայել էին մինչ այժմ, ինչպես կշարունակեին դիմակայել, որովհետև նրանց սերը իսկական էր, եւ արժեր պայքարել, Էդուարդի մոր հետ հանդիպումը նշանակված էր կիրակի կեսօրին։ Նա ընտրել էր ճաշ նրա Սարալանջի տանը, կարծելով, որ դա ռեստորանից ավելի քիչ պաշտոնական կլինի։ Մարինեն ժամեր էր ծախսել հագուստ ընտրելու վրա, մի քանի անգամ փոխելով հագուստը, մինչ տիկին Սելյան միջամտեց, աղջիկս, հագիր մի բան, որով քեզ հարմարավետ վստահ կզգաս, նա խորհուրդ տվեց, մի փորձիր լինել մեկը, ով չես, եթե այդ կինը քեզ չընդունի այնպես, ինչպես կաս, ապա խնդիրը նրանինն է, ոչ թե քո։ Մարինեն վերջապես ընտրեց մի պարզ, բայց էլեգանտ, մուգ կապույտ զգեստ, որը նա գնել էր ընկերուհու ավարտական երեկույթի համար։ Մազերը հավաքեց ցածր հանգույցի մեջ, գրեց միայն փոքր մարգարտե ականջողեր, որոնք տատիկինն էին, երբ նա նայեց հայելու մեջ, տեսավ մի արժանապատիվ երիտասարդ կնոջ, նա կարող էր դա անել, Էդուարդը անձամբ եկավ նրա հետից, երբ տեսավ նրան, հավանության ժպիտով ժպտաց, դու գեղեցիկ ես, նա ասաց, համբուրելով նրա ճակատը, եւ դու հիանալի կկատարես, մայրս կարող է պաշտոնական լինել, բայց նա արդար է, եթե դու լինես ինքդ քեզ, նա քեզ կտեսնի այնպես, ինչպես ես եմ քեզ տեսնում, տունը հսկայական առանձնատուն էր, հին, եռահարկ շենք, անթերի խնամված այգիներով, Մարինեն զգաց, թե ինչպես է իր ստամոքսը կծկվում, երբ նրանք կայանեցին դիմացը, դա իրենից լիովին տարբեր աշխարհ էր, մի պահ նա մտածեց, արդյոք հսկայական սխալ չի անում, բայց հետո Էդուարդը բռնեց նրա ձեռքը, միահյուսելով իր մատները նրանին, միասին նա պարզապես ասաց, Մարինեն գլխով արեց, դուռը բացեց մի համազգեստով սպասուհի, ով նրանց առաջնորդեց դեպի նրբաճաշակ կահավորված հյուրասենյակ, եւ այնտեղ, հին բազմոցի վրա նստած, որը հավանաբար ընտանեկան ժառանգություն էր, Բեատրիս Ֆերեյրան էր, նա հսկայական կին էր նույնիսկ նստած վիճակում, բարձրահասակ, ուղիղ կեցվածքով, մոխրագույն մազերը հավաքված անթերի հանգույցի մեջ։ Նա կրում էր բեժ գույնի սպիտակեղենի հավաքածու մարգարիտներ պարանոցին, նրա աչքերը Էդուարդի աչքերի նույն մուգ երանգը արագ, բայց ամբողջական գնահատականով ուսումնասիրեցին Մարինեին գլխից մինչ ոտքերը, մամ, Էդուարդն ասաց, ձայնը ամուր, բայց քաղաքավարի, սա Մարինե Ալվեսն է։ Բեատրիսը շնորհակալաբար վեր կացավ, մեկնեց ձեռքը, Մարինե, հաճելի է վերջապես ծանոթանալ ձեզ հետ, Էդուարդը շատ է խոսել ձեր մասին, ձեռքսեղմումը ամուր էր, պրոֆեսիոնալ, Մարինեն պատասխանեց նույն ամրությամբ, հաճույքը իմն է, տիկին Ֆերեյրա։ Շնորհակալություն ինձ ձեր տանը ընդունելու համար, ճաշը պաշտոնապես սկսվեց, նրանց առաջնորդեցին ճաշասենյակ, որտեղ սեղանը դրված էր նուրբ սպասքով արծաթյա պատառաքաղներով, Մարինեն իրեն վախեցած էր զգում, բայց հիշեց տիկին Սելյայի խոսքերը, նա այն էր, ինչ կար, դրանում ամոթ չկար։ Խոսակցությունը քաղաքավարի էր, բայց հեռու մուտքի ընթացքում Բեատրիսը հարցեր էր տալիս Մարինեի ընտանիքի, նրա կրթության, նրա աշխատանքի մասին, յուրաքանչյուր հարց կարծես փորձություն լիներ, Մարինեն պատասխանում էր անկեղծորեն, առանց փորձելու գեղեցկացնել կամ թաքցնել որևէ բան, ուրեմն դուք աշխատում եք իմ որդու համար, Բեատրիսը նկատեց, ոչ այնքան որպես հարց, աշխատում էի որպես նրա քարտուղար, Մարինեն քնքշորեն ուղեց, հիմա ես հատուկ նախագծերի մենեջեր եմ։
Վերջերս ավարտեցի ընկերության Chrome համակարգի ամբողջական վերակառուցումը, ահա այո, Էդուարդը հիշատակել է այդ նախագիծը, նրա խոսքերով դա ուշագրավ հաջողություն էր, դա ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի նվիրվածության արդյունք էր, Բեատրիսը գլխով արեց, նորից ուսումնասիրելով Մարինեին, համեստություն։ Հիանալի հատկություն, հիմնական ուտեստը մատուցվեց մի քանի րոպե միայն պատառաքաղների ձայնն էր լսվում ճենապակու դեմ, ապա Բեատրիսը իր պատառաքաղը մի կողմ դրեց ուղղակիորեն նայեց Մարինեին, ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, Մարինե, որովհետև կարծում եմ, դուք դրան արժանի եք, երբ Էդուարդն ինձ ասաց, որ այսօր գալիս է ձեզ հետ, այն կնոջ հետ, ում նա սիրում է, ես անհանգստացա, Էդուարդը սկսեց բողոքել, բայց մայրը բարձրացրեց ձեռքը, թույլ տուր ավարտեմ, Էդուարդ, Մարինեն արժանի է լսել դա։ Նա իր հայացքը դարձրեց Մարինեին, ես անհանգստացա, որ ձեր հարաբերությունները սկսվել են ոչ ավանդական ձով, որովհետև դուք շատ տարբեր աշխարհներից եք, որովհետև ես վախենում էի, որ իմ որդին իմպուլսիվ էր լինում, կամ որ դուք օպորտունիստ էիք, Մարինեն զգաց, թե ինչպես է իր դեմքը տաքանում, բայց հայացքը հառած պահեց Բեատրիսին, բայց հետո Բեատրիսը շարունակեց, ինչ-որ բան փափկեց նրա արտահայտության մեջ, ես դիտեցի ձեզ աշխատելիս, խոսեցի Ռոբերտի այլ տնօրենների հետ, կարդացի ձեր նախագծի զեկույցները և երկար զրուցեցի իմ որդու հետ ձեր մասին, և գիտեք, թե ինչ հայտնաբերեցի, Մարինեն գլխով արեց չվստահելով իր ձայնին, հայտնաբերեցի, որ դուք բնավորության, խելքի վճռականության տեր երիտասարդ կին եք, հայտնաբերեցի, որ դուք այստեղ չեք Ֆերեյրա ընտանիքի փողի կամ այն կարգավիճակի համար, որը կարող է բերել անունը, հայտնաբերեցի, որ իմ որդին իր չափահաս կյանքում առաջին անգամ իսկապես երջանիկ է, Բեատրիսը դադար տվեց, և հայտնաբերեցի, որ միգուցե ես կանխակալ եմ եղել, դատելով ձեզ այն բանից, թե որտեղից եք, այլ ոչ թե այն բանից, թե ով եք։ Դուք, արցունքներն այրեցին Մարինեի աչքերը, բայց նա զսպեց դրանք, շնորհակալություն, տիկին Բեատրիս, դա շատ բան է նշանակում ինձ համար, ինձ Բեատրիս կոչեք, խնդրում եմ, և բարի գալուստ մեր ընտանիք, Մարինե, Էդուարդը հսկայական ժպիտ ուներ դեմքին։ Մարինեն տեսավ հույզերը նրա աչքերում նույնպես, սա մի պահ էր, որից նա վախենում էր, բայց որը գեղեցիկ բանի էր վերածվել, ճաշի մնացած մասը լիովին տարբեր էր, Բեատրիսը տեսանելիորեն հանգստացավ, պատմելով Էդուարդի մանկության պատմություններ, ստիպելով Մարինեին ծիծաղել ամոթալի անեկդոտներով, խոսակցությունը բնականաբար հոսում էր, երբ ճաշն ավարտվեց, Մարինեն զգաց, կարծես իսկապես ընդունվել էր, երբ նրանք դուրս էին գալիս, Բեատրիսը Մարինեին մի կողմ քաշեց, մինչ Էդուարդը ինչ-որ բանի մասին խոսում էր սպասուհու հետ, մի վերջին բան, նա մեղմորեն ասաց, հոգ տար իմ որդու մասին, նա կարող է ուժեղ անպարտելի թվալ, բայց նա ունի ավելի փափուկ սիրտ, քան ցույց է տալիս, և այն ծով, թե ինչպես է նա նայում քեզ, այդ սիրտը հիմա քոնն է, ես կհոգամ նրա մասին, Մարինեն խոստացավ։ Միշտ, հաջորդ շաբաթները Մարինեի կյանքի ամենաերջանիկն էին, հարաբերություններն այլս։ Պետք չէր թաքցնել, թե գրասենյակում դեռ կար որոշ հետաքրքրասեր հայացքներ, մարդկանց մեծ մասը ընդունել էր կամ գոնե բացահայտ չէր մեկնաբանում, Մարինեի նախագիծը հաջողությամբ իրականացվում էր, ընկերության համար տպավորիչ արդյունքներ տալով։ Էդուարդը նրան տարավ ծանոթացնելու Սոֆիի հետ, ով վերադարձել էր Փարիզից այցով, նրա քույրը ջերմ էր զվարճալի, նա ու Մարինեն անմիջապես լեզու գտան, վերջապես, Սոֆին ասաց, գրկելով Մարինեին, երբ նրանք հանդիպեցին, վերջապես իմ եղբայրը գտավ իրական մեկին։ Նրանք սկսեցին ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, այլս չթաքնվելով գաղտնի հանդիպումներում, այլ ապրելով իրական զույգի կյանքով, ընթրիքներ ընկերների հետ, զբոսանքներ այգիներում, հանգստյան օրեր լողափին, Մարինեն ծանոթացավ Էդուարդի սոցիալական շրջանակին, թե ոմանք դեռ որոշակի վերապահումով էին վերաբերվում նրան, մյուսները նրան ընդունեցին բաց ձեռքերով, Էդուարդը նույնպես ավելի շատ ժամանակ էր անցկացնում տիկին Սելիայի հետ, հաճախ հայտնվելով բնակարանում տնական ընթրիքների համար, որոնք նա հայտարարում էր, որ ավելի լավն են, քան ցանկացած հինգաստղանի ռեստորան, տիկին Սելյան ակնհայտորեն որդեգրել էր Էդուարդին, նրան վերաբերվելով նույն մայրական սիրով, ինչ դստերը, այդ ճաշից 6 ամիս անց Էդուարդը Մարինեին հրավիրեց լուրջ զրույցի։ Նրանք նրա պենթհաուսում էին ուրբաթ գիշեր, Մարինեն նկատեց, որ նա նյարդային էր թվում, հազվադեպ վիճակ միշտ այդքան վերահսկվող մարդու համար, ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ, նա ասաց, բռնելով նրա ձեռքը առաջնորդելով դեպի ննջասենյակ, այնտեղ, մահճակալի վրա, բաց ճամպրուկ կար, դու ճանապարհորդելու։ Ես Մարինեն շփոթված հարցրեց, մենք կճանապարհորդենք, Էդուարդն ուղղեց, այս հանգստյան օրերին, ես հատուկ տեղ եմ ամրագրել, միայն մենք երկուսս, Մարինեն ժպտաց, ուշ դա անակնկալ է, բայց քեզ պետք կլինի թեթ հագուստ լողազգեստ։ Նրանք մեկնեցին շաբաթ առավոտյան վաղ Էդուարդի անձնական ինքնաթիռով, Մարինեն դեռ ամբողջովին հարմարավետ չէր շքեղության այս մակարդակի հետ, բայց սովորում էր ընդունել, որ դա Էդուարդի աշխարհի մի մասն էր, նպատակակետը բացահայտվեց, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց։
Սանալիջ, անձեռնմխելի լողափերի գյուղական հմայքի դրախտ, հյուրատունը, որն ընտրել էր Էդուարդը, կատարյալ էր, փոքր, ինտիմ, առանձին բունգալոներով, ծովի դիմաց, դա շքեղ էր, բայց ոչ պերճաշուք, հենց այն ոճը, որը Մարինեն գնահատում էր։ Նրանք օրն անցկացրեցին լողափերը ուսումնասիրելով, բյուրեղյա մաքուր ջրերում լողալով, տեղական ուտեստներ ուտելով հմայիչ ռեստորաններում։ Էդուարդը ավելի հանգիստ էր, քան Մարինեն երբե տեսել էր, անկաշկանդ ծիծաղելով, տղայի պես կատակելով։ Դա գեղեցիկ էր տեսնել, երեկոյան նա նրան տարավ ավելի մեկուսի լողափ, արը մայր էր մտնում, երկինքը ներկելով նարնջագույն, վարդագույն մանուշակագույն երանգներով, դա շնչառություն կտրող էր, Մարինեն կանգնած մնաց ավազի վրա, կլանելով պահի գեղեցկությունը, հենց այդ պահին նա նկատեց, որ Էդուարդն այլս իր կողքին չէր, նա շրջվեց գտավ նրան ծնկաչոք ավազի վրա, ձեռքերում փոքրիկ թավշյա տուփ, Մարինեի սիրտը կանգ առավ, բառացիորեն կանգ առավ մեկ վայրկյանով, նախքան կրկնակի արագությամբ բաբախելը, Մարինե Ալվես, Էդուարդը սկսեց, ձայնը հուզված, բայց ամուր։ Այն պահից, երբ դու մտար իմ սենյակ այդ ճակատագրական երկուշաբթի առավոտյան, իմ կյանքը փոխվեց, դու ինձ ցույց տվեցիր, թե ինչ է իսկական սերը, դու ինձ սովորեցրիր, որ ուժը վերահսկողությունից չի գալիս, այլ խոցելիությունից։ Դու ինձ ստիպեցիր ցանկանալ ավելի լավ մարդ լինել, ոչ թե ընկերության կամ ընտանիքի համար, այլ ինքս ինձ համար, և քեզ համար, արցունքներն արդեն հոսում էին Մարինեի դեմքով, դու իմ զուգընկերն ես, իմ լավագույն ընկերուհին, իմ սերը, Էդուարդը շարունակեց։ Եվ ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել քո կողքին, ես ուզում եմ արթնանալ քեզ հետ ամեն առավոտ քնել քեզ հետ ամեն գիշեր, ես ուզում եմ ընտանիք կառուցել քեզ հետ, երեխաներ ունենալ քեզ հետ, ծերանալ քեզ հետ, նա բացեց տուփը, բացահայտելով մի գեղեցիկ, պարզ, բայց էլեգանտ մատանի, ադամանդով, որը բռնում էր մայր մտնող արի լույսը, Մարինե, դու ինձ կպատվես ամուսնանալ ինձ հետ, Մարինեն չկարողացավ խոսել, նա պարզապես կարողացավ եռանդուն գլխով անել, արցունքները անդադար թափվելով, Էդուարդը վեր կացավ մատանին դրեց նրա մատին, ապա նրան քաշեց դեպի խորը կրքոտ համբույր, մինչ արը մայր էր մտնում նրանց հետում, այդ կատարյալ պահի լուր վկա, այո, Մարինեն վերջապես կարողացավ ասել, երբ նրանք բաժանվեցին, այո, հազար անգամ այո, նրանք գրկախառնված մնացին լողափին, մինչ լիովին մտնեց, պլանավորելով իրենց ապագան, միասին երազելով, ամեն ինչ այնքան կատարյալ էր, որ Մարինեն վախենում էր թարթել աչքերը հայտնաբերել, որ դա երազ էր, բայց դա այդպես չէր, դա իրական էր, ավելի իրական, քան այն ամենը, ինչ նա երբեք զգացել էր։ Նշանադրության լուրը ուրախությամբ ընդունվեց Մարինեի ընտանիքի կողմից, տիկին Սելյան երջանկությունից լաց եղավ, գրկելով դստերը, ապա Էդուարդին, օրհնելով միությունը իր մայրական սրտի ողջ սիրով, Բեատրիսը կազմակերպեց էլեգանտ նշանադրության ընթրիք, Մարինեին պաշտոնապես ներկայացնելով Երանի բարձր հասարակությանը որպես ապագա տիկին Ֆերեյրա, Սոֆին Փարիզից հատուկ այդ առիթով վերադարձավ, հարսանիքը պլանավորված էր 6 ամիս անց, Մարինեն ցանկանում էր ինտիմ բան, միայն մտերիմ ընտանիք սիրելի ընկերներ։ Էդուարդը լիովին համաձայնեց, ընտրված վայրը Հայաստանի մարզերից մեկի պատմական ֆերման էր, գյուղական, բայց հմայիչ, կատարյալ այն տոնակատարության համար, որը նրանք պատկերացնում էին, պատրաստության ամիսներն արագ թռան, Մարինեն շարունակում էր փայլել աշխատանքում, նույնիսկ նորից պաշտոնի բարձրացվելով, այս անգամ նորարարության տնօրենի պաշտոնում, նրա առաջին նախագծի հաջողությունը դռներ էր բացել, նա օրեցօր ապացուցում էր, որ իր տեղն այնտեղ իր սեփական արժանինքներով էր։ Էդուարդը վաճառեց պենթհաուսը, գնեց մի տուն կենտրոնում, ընդարձակ, բայց հարմարավետ, որտեղ նրանք կարող էին միասին կյանք կառուցել, Մարինեն օգնեց ձավորել, խառնելով Էդուարդի նրբաճաշակ ոճը անձնական շոշափումներով, որոնք տեղը դարձնում էին իսկական տուն, վերջապես հարսանիքի օրը եկավ, Մարինեն վաղ արթնացավ ֆերմայում, շրջապատված տիկին Սելյայով, Ջուլիանայով, այլ մտերիմ ընկերուհիներով, Սոֆին նույնպես այնտեղ էր, օգնելով վերջին մանրամասների հետ, զգեստը, որն ընտրել էր Մարինեն, պարզ էր, բայց ապշեցուցիչ նուրբ ժանյակից, որը կատարյալ կերպով գրկում էր նրա մարմինը։ Նա գրեց տատիկի Մարգարտե ականջողերը նորից թեթ շղարշ, որը տիկին Սելյան հատուկ այդ օրվա համար էր ասեղնագործել, երբ Մարինեն նայեց հայելու մեջ, տեսավ ոչ միայն հարսնացու, այլ ամբողջական կին, մի կին, ով պայքարել էր, ով սիրել էր, ով հաղթահարել էր խոչընդոտներ, կանխակալ կարծիքներ, մի կին, ով պատրաստվում էր սկսել նոր գլուխ իր կյանքի սիրո հետ, արարողությունը բացօթյա էր, սպիտակ ծաղիկներով տերներով զարդարված պերգոլայի տակ, այնտեղ հավանաբար 50 մարդ կար, բայց Մարինեի համար միայն մեկն էր գոյություն ունենում։ Էդուարդը, ով սպասում էր զոհասեղանի մոտ, գեղեցիկ իր անթերի կոստյումով, աչքերը հույզերից փայլելով, երբ նա տեսավ նրան իր կողմը քայլելիս, տիկին Սելյան Մարինեին առաջնորդեց դեպի զոհասեղան, դստեր ձեռքը դնելով Էդուարդի ձեռքի մեջ, արցունքներով լի ժպիտով, հոգ տար իմ աղջկա մասին,
Նա շշնջաց Էդուարդին, իմ կյանքով նա խոստացավ, երդումները պարզ էին, բայց խորապես նշանակալից, Էդուարդը խոսեց այն մասին, թե ինչպես էր Մարինեն փոխել իր կյանքը, ինչպես էր նա ցույց տվել իրեն, թե ինչն է իսկապես կարևոր, Մարինեն խոսեց սիրո, վստահության մասին, այն մասին, թե ինչպես էր Էդուարդը հավատացել իրեն, երբ նա ամենից շատ էր դրա կարիքը զգում, երբ արարողակարգավարը վերջապես ասաց, կարող եք համբուրվել, համբույրը ուղեկցվեց ներկաների ծափահարություններով, արցունքներով, դա կախարդական պահ էր։ Կատարյալ իր պարզությամբ, հետագա խնջույքը ուրախ էր ու անկաշկանդ, կային հուզիչ ելույթներ, Բեատրիսը խոսեց այն մասին, թե ինչպես էր Մարինեն լույս վերադարձրել իր որդու աչքերին, տիկին Սելյան կիսվեց Մարինեի մանկության զվարճալի պատմություններով։ Ջուլիանան կենաց խմեց իսկական բարեկամության այն սիրո համար, որը հաղթահարում է բոլոր արգելքները, Էդուարդը Մարինեն պարեցին իրենց առաջին պարը որպես ամուսիններ աստղերի տակ, ռոմանտիկ երաժշտության ներքո, ես սիրում եմ քեզ, տիկին Ֆերեյրա, Էդուարդը շշնջաց նրա ականջին։ Ես քեզ ավելի շատ եմ սիրում, պարոն Ֆերեյրա, Մարինեն պատասխանեց ժպիտով, հենց խնջույքի ժամանակ էր, երբ գիշերն արդեն ուշ էր, հյուրերը դեռ պարում ու ծիծաղում էին, որ Մարինեն գլխապտույտի ալիք զգաց, նա ամբողջ գիշեր միայն ջուր էր խմել, ուստի դա ալկոհոլ չէր կարող լինել, Էդուարդը անմիջապես նկատեց, դու լավ ես, նա հարցրեց անհանգստություն աչքերում, լավ եմ, Մարինեն ասաց, բայց հետո մեկ այլ ալիք եկավ, այս անգամ ավելի ուժեղ, ես պարզապես մի պահի կարիք ունեմ, նա գնաց զուգարան, ուղեկցությամբ Սոֆիի, ով նկատել էր նրա գունատությունը, այնտեղ ջուր լցնելով դեմքին, Մարինեն սկսեց կասկածել, մի կասկած, որը նա մղել էր իր գիտակցության խորքերը վերջին շաբաթներին, չափազանց զբաղված լինելով հարսանիքի նախապատրաստություններով, Սոֆի, նա դանդաղ ասաց. Ինչ օր է այսօր։ Սոֆին շփոթված նայեց, շաբաթ 23, Մարինեն արագ մտավոր հաշվարկներ արեց, նա ուշանում էր, ավելի քան 2 շաբաթ ուշանում էր, եւ առավոտյան սրտխառնոցները, որոնք նա վերագրում էր հարսանիքի նյարդայնությանը, կրծքերի զգայունությունը, անբացատրելի հոգնածությունը, Աստված իմ, նա շշնջաց, Սոֆին նորից ուշադիր նայեց նրան, Մարինե, ինչ է պատահել, ես կարծում եմ, որ հղի եմ, Սոֆիի աչքերը լայն բացվեցին, լուրջ, վստահ ես, ոչ, վստահ չեմ, բայց բոլոր նշանները կան։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները լցվում իր աչքերը, բայց այս անգամ դրանք բացարձակ ուրախության արցունքներ էին, Սոֆի, ես կարծում եմ, որ երեխա եմ ունենալու, Սոֆին ամուր գրկեց նրան, Աստված իմ, Մարինե, Էդուարդը խելքը կկորցնի։ Բայց դու չես կարող նրան հիմա ասել ոչ բոլոր հյուրերի ներկայությամբ, սա արժանի է հատուկ պահի, Մարինեն համաձայնեց, բայց գաղտնիքը պահելը մինչ գիշերվա մնացած մասը գրեթե անհնար էր, ամեն անգամ, երբ նա նայում էր Էդուարդին, տեսնում էր, թե ինչպես է ընդլայնվում իրենց ապագան, այլս միայն նրանք երկուսը չէին, դա ընտանիք էր, իսկական ընտանիք, երբ խնջույքը վերջապես ավարտվեց, նրանք հեռացան իրենց համար պատրաստված հատուկ սյուիթ, Մարինեն գիտեր, որ ժամանակն է, Էդուարդը հանում էր իր փողկապը, հանգստանալով երկար օրվանից հետո, երբ նա մոտեցավ նրան, Էդուարդ, ես պետք է քեզ մի բան ասեմ, նա շրջվեց դեպի նա, բռնելով նրա ձեռքերը, ինչ է պատահել, դու դեռ գունատ ես, բժիշկ կանչենք, ոչ, Մարինեն ասաց ժպիտով, բժշկի կարիք չկա, դե իրականում շուտով կարիք կլինի, բայց ոչ շտապ, Էդուարդը շփոթված նայեց նրան, Մարինե, դու ինձ վախեցնում ես, Մարինեն խորը շունչ քաշեց, Էդուարդ, ես կարծում եմ, որ հղի եմ, իրականում գրեթե վստահ եմ, որ հղի եմ, Էդուարդի դեմքը արագ հաջորդականությամբ անցավ մի շարք արտահայտությունների միջով, շոկ, անհավատություն, իսկ հետո մաքուր պայթյունավտանգ ուրախություն, ինչ, լուրջ, վստահ ես, ոչ ամբողջովին, բայց բոլոր նշանները կան, եւ ես ինձ ճանաչում եմ, ես գիտեմ, թե ինչ է ասում իմ մարմինը, Էդուարդը նրան բռնեց ձեռքերով պտտեց, ծիծաղելով մաքուր ուրախությունից։ Երեխա, մենք երեխա կունենանք, ապա նա հանկարծ կանգ առավ, սպասիր, ես կարող եմ քեզ այդպես պտտել, չեմ վնասի։ Քեզ, Մարինեն ծիծաղեց, Էդուարդ, ես լավ եմ, հավանաբար դեռ 2 ամսական էլ չեմ, բայց այո, մենք պետք է գնանք բժշկի հաստատելու համար, Էդուարդը նրան քնքշորեն հետ դրեց գետնին, ապա ծնկի իջավ, ձեռքերը դնելով Մարինեի դեռ հարթ փորին, բար փոքրիկ, նա շշնջաց, եթե դու իսկապես այնտեղ ես, ուզում եմ, որ իմանաս, որ քո հայրիկն արդեն շատ է քեզ սիրում, եւ քո մայրիկն էլ, արցունքներ հոսեցին Մարինեի դեմքով, մինչ նա շոյում էր Էդուարդի մազերը, սա իր կյանքի ամենակատարյալ պահն էր, իր հարսանիքի օրը։ Եվ այն հայտնագործությունը, որ նոր կյանք էր աճում իր ներսում, երկուշաբթի օրը արդեն վերադարձած երան, Մարինեն թեստ արեց, դրական, նա Էդուարդը միասին գնացին բժշկի, ձեռք ձեռքի բռնած, լսեցին պաշտոնական հաստատումը, այո, Մարինեն հղի էր։ Մոտավորապես 6 շաբաթական, լուրը նույն գիշեր կիսվեց ընտանիքների հետ, տիկին Սելյան այնքան լաց եղավ, որ Մարինեն անհանգստացավ, Բեատրիսը միշտ այդքան վերահսկվող գրկեց Մարինեին արցունքն աչքերին, շշնջալով թոռների ժառանգության մասին։
Սոֆին ուրախությունից բղավեց Փարիզից։ Հեռախոսով խոստանալով վերադառնալ հենց որ երեխան ծնվի, հաջորդ ամիսները պատրաստության սպասման թունավոր խառնուրդ էին, Մարինեն շարունակում էր աշխատել, բայց կրճատեց իր ժամերը, քանի որ հղիությունը զարգանում էր, Էդուարդը մշտապես անհանգիստ էր, բայց նա շողշողուն, նա կարդում էր հայրության մասին բոլոր գրքերը, որոնք կարող էր գտնել, առողջ սնունդ էր պատրաստում Մարինեի համար, ամեն գիշեր խոսում էր նրա աճող փորի հետ, նրանք հայտնաբերեցին, որ տղա էր, Լեոնարդո նրանք որոշեցին Լեոնարդո Ֆերեյրա Ալվես, գրելով երկու ընտանիքների անունները միավորելով երկու աշխարհներ, որոնք նախկինում այդքան հեռու էին թվում, կյանքը, որը Մարինեն կառուցել էր, ավելին էր, քան նա երբեք երազել էր, նա ուներ ամուսին, ով խորապես սիրում էր իրեն, հաջողակ կարիերա, ընտանիք, որն աջակցում էր իրեն, հիմա երեխա ճանապարհին կար պահեր, երբ նա դեռ մտածում էր այդ երկուշաբթի առավոտվա մասին, գրեթե 1 տարի առաջ, երբ ամեն ինչ սկսվել էր սխալից, սխալ մարդուն ուղարկված լուսանկարից, բայց դա սխալ չէր եղել։ Մարինեն հիմա հասկանում էր, դա ճակատագիրն էր, դա տիեզերքն էր, որ դավադրում էր միավորելու երկու սրտեր, որոնք պատկանում էին միասին, դա գեղեցիկ, ճշմարիտ, հավերժական բանի սկիզբն էր, եւ մինչ Մարինեն զգում էր, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում, Էդուարդի ձեռքը պաշտպանողաբար հենված նրա փորին, նա բացարձակապես վստահ գիտեր, որ սա պարզապես սկիզբն էր, ընտանիքի սկիզբը, ընդհանուր կյանքի սկիզբը, սիրո սկիզբը, որը կտեր հավերժ, որովհետև իսկական սերը չի ճանաչում դասակարգային կամ կարգավիճակային արգելքներ, իսկական սերը չի մտածում, թե ինչ է մտածում կամ ակնկալում հասարակությունը, իսկական սերը պարզապես կա, եւ Մարինեի ու Էդուարդի սերը բոլորից ամենաիսկականն էր, պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Էդուարդի պատմությունը դիպել է ձեր սրտին, եթե դուք հուզվել եք սիրո այս ճանապարհորդությունից, որը հաղթահարել է տարբերություններ, կանխակալ կարծիքներ, մարտահրավերներ, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք թե ինչն է ձեզ ամենից շատ տպավորել, ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, իսկական սիրո հաղթահարման սրտին հետելու քաջության պատմություններ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։